Պարոն Սաղաթելյան, օրվա, այսպես ասած, կարևոր մեսիջի մասին կխնդրեմ ներկայացնել եւ ձեր ներկայության։ Մենք այստեղ ենք աջակցություն հայոց հայրապետին, Սուրբ Էջմիածնին, Մայր Աթոռին, մեր ներկայությամբ այսօր մեր զորակցությունն ենք հայտնում մեր եկեղեցուն, որ այսօր հարվածի տակ է տիրադավների, այս խամաճիկ իշխանության դավաճանների կողմից, զուտ մեր ներկայությամբ մեր աջակցությունը զորակցությունը հայտնելու համար։ Սաղաթելյան, տեսել եք իշխանության մեղադրանքներ, ասում էին ամիսներ շարունակ մեզ եք մեղադրում եկեղեցու ներքին գործերին խառնվելու մեջ, հիմա դուք եք խառնվում եկեղեցու ներքին գործերին 10 եպիսկոպոսների հայտարարությունից հետո։ 10 եպիսկոպոսները այսպես կոչված կատարում են Նիկոլ Փաշինյանի պահանջը, նրա ասելով են գտնվում այս տարածքում, իսկ ստեղ եկեղեցու միջամտության գործ չկա, մեր ներկայությամբ մեր աջակցությունն ենք հայտնում։ Հազարավոր ոստիկաններ կան կենտրոնացած, հնարավոր սադրանքներ սպասում եք եւ ինչ է արվելու այդ դեպքում, այսինքն հնարավոր է Հաշվի առնելով, որ գերագույն գլխավոր սադրիչը ստեղ չի, հնարավոր է սադրանքներ չլինեն, բայց ամեն դեպքում Մայր Աթոռի տարածքում մեր կողմից, մեր աջակիցների կողմից որևէ սադրանք եւ որևէ քայլ չի լինելու։ Լավ հասկանում ենք եւ գիտակցում ենք, որ իրենց նպատակներից մեկը նաեւ հենց սա է, լեգիտիմացնեն այս զորքերի տեղաշարժը այս տարածքում, սենց սադրիչների միջոցով, բայց մենք սադրանքից ենք խոսում եւ Պարոն Սաղաթելյան, իշխանական այս պահանջին վեհափառի հրաժարականի վերաբերյալ հատուկ բարենորոգում հարթակ էր ձևավորվել, որտեղ քաղաքացիները պետք է քվեարկեին։ Ընդամենը 424 քաղաքացի է քվեարկել կողմ, հաշվի առնելով այս սահմանափակ աջակցությունը հանրային եւ նաեւ 10 եպիսկոպոսների քանակը, ինչքանով է լեգիտիմ այս փոքրաթիվ աջակցությամբ պարտադրելու փորձ անել, որ հրաժարական տա վեհափառը։ Որևէ լեգիտիմություն չկա, դա սա Հայաստանի Հանրապետության թշնամիների պահանջն է, որը փորձում է Նիկոլ Փաշինյանը իրականացնել։ Գիտեք, ամեն ինչ այնքան պարզ է, պարզ պետք է հասկանանք, հայ առաքելական Սուրբ եկեղեցին այսօր ինչի է հալածվում։ Այն պատճառը, որ մեր հայ ժողովրդի ինքնության հիմնական հենասյունն է, այն պատճառը, որ Արցախի հարցով խոսել է միջազգային տարբեր ատյաններում, բարձրաձայնել է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը եւ չի ենթարկում այսօրվա այս չարիքի իշխանությանը։ Այս հանգամանքից ելնելով իրենք արշավ են սկսել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որը աջակցություն չունի եւ այսօրվա մեր հայրենակիցների այս մասնակցությունը եւս դա ապացուցում։ Ու նաեւ նկատենք, պարոն Սաղաթելյան, որ վեհափառ հայրապետը նաեւ Արցախի թեմը չլուծարեց, այո, Արցախի Իհարկե։ Եվ սա եւս առիթ էր, որ 2018 թվականից հատկապես վեհավար հայրապետի ինստիտուտն է թիրախավորին իշխանություն։ Դրա մասին շատ ենք խոսել, ես մի 2-3 հոդված եմ գրել այդ մասին, դաշտում բազմաթիվ գործիչներ անդրադարձել են Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունենում դենացիոնալիզացիայի ծրագիր։ Պայքար հայկական ինքնության, հայկական մշակութային ժառանգության, մեր հավատքի, մեր եկեղեցու դեմ։ Այս մարդկանց միակ նպատակը մեր ազգային 1700-ամյա ինստիտուտը վարկաբեկելը, թուլացնելը, նրա դերակատարությունը իջեցնելը եւ այս խամաճիկ թրքապատակ իշխանությանը ծառայեցնելը։ Այս է սրանց ամբողջ նպատակ։ Մենք այդ սադրանքներին չենք տրվելու, այդ բաներին չենք անելու, ցույց ենք տալու, որ հայոց հայրապետի ու եկեղեցու կողքին ենք ու ամուր կանգնած ենք եկեղեցու կողքին եւ տեղիք չենք տալու այս սադրանքներին։ Պարոն Սաղաթելյան, 2018-ին էին այսպիսի ակցիաներ իրականացվում, գրոհ եղավ եւ տեսանք, որ հաջողությամբ չփսակվեցին այդ ակցիաները, ինչ դասեր չքաղեցին իշխանությունները, որ նորից օրակարգ բերեցին այս նույն հարցը։ Առաջին օրվանից պայքարել են եկեղեցու դեմ, հիմա փորձում են այդ հրաշավոր ծրագիրը հասցնել ավարտին, բայց վստահեցնում եմ ձեզ, որ չեն կարողանալ Էջմիածնի վրա, հայկական Սուրբ առաքելական եկեղեցու վրա, նույնիսկ Սելջուկ թուրքերը տարբեր արշավանքներ այդ խնդիրը չեն կարողացել լուծել եւ այս ԿՊ-ական արշավանքը եւս ձախողվելու։